Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնոք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այսօրվա քննարկումը կսկսենք մի հետևյալ նորությունից, շատ կարևոր։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գտնվում է Գերմանիայում, այնտեղ ՄԱԿ-ի հովանու ներքո մեծ կոնֆերանս է նվիրված խաղաղապահ գործունեությանը, միջազգային խաղաղապահ գործունեությանը։ Եվ այդ հավաքի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնում եւ քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ եւ երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համապատասխանաբար Երևանում եւ Լոնդոնում ռազմական կցորդի պաշտոն սահմանելու վերաբերյալ եւ փոխադարձաբար այդ պաշտոնյաներին գործուղելու։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջև ակտիվ երկխոսություն է գնում ռազմական համագործակցության վերաբերյալ։ Ինչու՞ չէ, գուցե եւ նաեւ ռազմատեխնիկական համագործակցության, հաշվի առնելով այն, թե ինչպես է վերազինվում Եվրոպան, Եվրամիությունը, իսկ ավելի ճիշտ մեծ Եվրոպան, որը ավելի լայն է, քան ինքը Եվրամիությունը։ Սա շատ կարևոր զարգացում է, հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ անվտանգության մարտահրավերները։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է պրոֆեսոր Ներսես Կոպալյանը, Նևադայի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, բարև եկեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Կոպալյան, քննարկենք իհարկե ոչ միայն այս հարցը, այլ ուղղակի այս հարցը ցուցիչ է այն քաղաքական process-ների, որոնք ընթանում են Հայաստանի շուրջ եւ որ Հայաստանի իշխանություններն փորձում են այն կառավարել, ֆիքսելով, որ Հայաստանի դեմ տարվում է հիբրիդային պատերազմ։ Կարող ենք մենք սա դիտարկել որպես այդ պատերազմին դիմագրավելուն ուղղված քայլերից մեկը, բայց ոչ միակը իհարկե։ Համաձայն։ Այո, նայեք, մենք հասկացանք, որ մեր անվտանգության կարողությունները կլինի փափուկ ուժի տեսանկյունով, կլինի չոր ուժի տեսանկյունով եւ բնականաբար հիբրիդային կարողությունների տեսանկյունով հագին մենք լուրջ խնդիրներ ունենք եւ այդ անհամաչափ անհավասարության խնդիրը, որ մենք ունենք, դա կուտակվեց եւ մի իրավիճակ ստեղծեց, որ Հայաստանը իսկապես չէր կարողանում ձեռք բերել այն դիմակայության կարողությունները, որ անհրաժեշտ էր այս պահին։ Այդ տեսանկյունից իհարկե, երբ որ տեսնում ենք մեր պաշտպանության նախարարը այցելում է Գերմանիա, տեսնում ենք այն հանդիպումները, որտեղ լինում է, մի քիչ առաջ պաշտպանության նախարարը Հունաստանում գտնվեց եւ այլն։ Այսինքն ռազմական բարի փոխումները եւ բանակի կարողությունների բազմաշերտ եւ ավելի խորը զարգացումը, որը պահանջում է նյուանս եւ այդ նյուանսի մեջ մտնում է հիբրիդային պատերազմի դեմ պայքարել, կիբեր անվտանգության լծակները, կարողությունները ավելի ամրացնել։ Սա այո բանակի եւ պաշտպանության կառույցների ամենակարևոր պարտականությունն է, որը հույսով ենք բարի փոխումներ կբերի այդ մակարդակի եւ կբերի այն արդյունքները, որը մենք նախատեսել ենք։ Եվ դա իսկապես Հայաստանը չի կարողանի ինքնին ձևի իրեն գործընկերներ են պետք։ Մենք հասկացանք, որ այն կառույցները, որ մենք ունենք, կլինի
մեր պաշտպանության նախարարությունում, կլինի մեր անվտանգության տարբեր կառույցներում, ԱԱԾ-ից սկսած, արտաքին հետախուզական ծառայությունից վերջացած, պոտենցիալը կա, բայց պետք է այն մասնագիտությունը, փորձը եւ ժամանակակից մեթոդաբանությունը, որ մենք հասնենք մեր նպատակներին։ Ինչին եմ գալի, այս այցերը, որ տեսնում ենք, սրանք միայն դիվանագիտական եւ պատահական այցեր չեն, այնտեղ ավելի խորը մտքեր կան, որտեղ այնտեղ կառուցում ենք այն խորը հարաբերությունները, որը թույլ են տալու Հայաստանը ներգրավի մեր տարբեր գործընկերների իրենց կարողությունները եւ աջակցի, որ իրենք մասնակցեն այս բարեփոխումներով։ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարելը, ապահիբրիդացման ռազմավարությունը, որ մենք ներկայիս մշակում ենք, դա պահանջում է ավելի լայն մոտեցում, որը Հայաստանը երբեք չունեց այդ հայեցակարգը, այսինքն մտածելակերպն է նոր մեր համար, այո, մեր պաշտպանության մշակույթը, կառույցների մշակույթը, ինստիտուցիոնալ մշակույթի համար սա շատ նոր բան է, այդ առումով այս շփումները, այս խորը հարաբերությունները, որ մենք ներկայիս կառուցում ենք, դա շատ կարևոր է լինելու, որ Հայաստանը մինչև 26 թիվը ձեռք բերի այդ կարողությունները, որ կարողանա պայքարի այն հիբրիդային հարձակումները, որ ներկայիս կարող եմ ասեմ, լինելու են Հայաստանի դեմ 26 թվականի ընտրություններին։ Այսինքն ալիքներով հարձակումներ են լինելու, որովհետև երբ որ այն երկիրները, եւ բոլորի համար ակնհայտ է, որ երկիրներն են դա իրենք սկսում են կիրառել իրենց լայն հիբրիդային պատերազմի ռազմավարությունը, հետազոտությունը ցույց է տալի, որ ընտրական ժամանակ, այո, անցումային ժողովրդավարական համակարգը գտնվում է ամենաթույլ պահին։ Եվ այո, եւ այդ փխուն պահին գտնվելով իրենք հարձակվելու են եւ փորձելու են հասնել այս նպատակին։ Դրա համար Հայաստանը մոտավորապես 1.5-12 ամիս ունի, 14 ամիս ունի, որ պատրաստվի։ Այս շփումները, այս հարաբերությունները, այո, որ նշեցինք, կամաց, քայլաքայլ այն դերն են տանում, որ թույլ են տալի Հայաստանը կամաց պատրաստվի։ Այդ տեսանկյունից միայն մենք չենք խոսում չոր ուժի կարողության, միայն մենք չենք խոսում մեր հիբրիդային կարողությունները զարգացնենք, այլ նույն ժամանակ մեր դիմակայունության եւ մեր ապահիբրիդացման կարողությունները զարգացնենք։ Պարոն Կոպալյան, տեսեք, այդ հիբրիդային պատերազմ տերմինը սկսեց կիրառվել լայնորեն, հա, ասենց ոնց որ են մամուլով, մինչ այդ իհարկե մասնագիտական կամ նեղ քաղաքագիտական պարբերականներում դրա մասին խոսում էին։ Մանավանդ այս տեղեկատվական եւ հեռահաղորդակցային գլոբալ հեղափոխության համատեքստում, բայց լայնորեն սկսեցին խոսել 2014 թվականից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը եւ հիբրիդային պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ եւ դրա տարբեր բաղկացուցիչներն էլ տարբեր համամասնությամբ նաեւ այլ ուղղություններով, հենց Արևմուտքի դեմ, Հայաստանի դեմ, Վրաստանի դեմ եւ այլն։ Եվ հիմա մենք իհարկե այդ համեմատության մեջ դնելով, հա, մենք տեսնում ենք, որ հիբրիդային պատերազմը դա պատերազմ է գերազանցապես ոչ ռազմական մեթոդներով, բայց որը այնպես չէ, որ բացառում է ռազմական, սակայն եթե Ուկրաինայում այդ ռազմական բաղկացուցիչը եւս ռուսներն իրենցն էին գործածում, չէ, այդ թվում նաև տեղական պրոքսիներին օգտագործելով, բայց դա հիմնականում իրենցն էր։ Հայաստանի պարագայում նաև աշխարհագրական պատճառներով այդ պրոքսիի դերը եւ ռազմական բաղկացուցիչի ֆունկցիան աութսորսինգի է ուրեմն հանձնված Ադրբեջանին։ Ռուսներն այստեղ իրենց, այսպես ասենք, անմիջական ռազմական ներգործությամբ այդ հիբրիդային պատերազմի ռազմական կոմպոնենտին չեն դիպչում։ Դրա համար կան, այսպես ասենք, այլ սուբյեկտներ։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք հետևյալը, նույն Բրիտանիայի համատեքստում 2 օր առաջ էր, որ Բրիտանիան պատժամիջոցներ
հայտարարեց Ադրբեջանի կառավարությունը պատկանող տանկերների վրա, որոնք ռուսական նավթի ուրեմն վաճառքով են զբաղված, սա շատ լուրջ ռեպուտացիոն հարված է Ալիևի ռեժիմին, իր սոկար ընկերությանը եւ այդ խմբին, ովքեր Բրիտանիայի հետ էլ շատ խորը կապեր ունեն, եւ մենք ահա տեսնում ենք այսպիսի հարված այս պաշտպանության նախարարների հանդիպումից երկու օր առաջ։ Մենք այս համատեքստում ձեր ասած շատ լավ տերմին օգտագործեցիք այդ ապահիբրիդայնացման տրամաբանության մեջ մեր գործակցությունն արևմուտքի հետ ինչ ներուժ ունի ըստ ձեզ եւ արդյոք մենք դա այդ ներուժն ամբողջությամբ օգտագործում ենք եւ ինչն է պետք ավելացնել եւ այլն համեցեք բացատրեմ ձեր երկրորդ հարցը ինչ որ վերաբերում է Բրիտանիայի եւ Ադրբեջանի հետ նամանավանդ այն բեռատար նավերի հետ կապված սանկցիաները որ իրենք կիրառեցին նայեք պետք է հասկանանք որ արևմուտքում ամենաագրեսիվ հակառուսական մայրաքաղաքը Լոնդոնն է այդ առումով իրենք այո ահագին տնտեսական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ նամանավանդ էներգետիկայի ոլորտով հանքերով եւ այլն բայց երբ որ Լոնդոնը տեսնում է եւ հասկանում է որ Ադրբեջանը դարձել է շատ կարևոր դերակատար որը իսկապես թույլ է տալի Ռուսաստանը կարողանա իր նավթը ծախի Ադրբեջանի միջոցով եւ կարողանա շրջային սանկցիաները որ Ռուսաստանի դեմ կիրառված է Լոնդոնի համար սա շատ լուրջ խնդիր է այսինքն ինչն եմ գալի դուք նշեցիք որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին օգտագործի որպեսզի պրոքսի Հայաստանի Լոնդոնի տեսանկյունից մենք կարող եմ ասեմ արևմուտքի բայց ոչ բոլոր ամբողջ արևմուտքի բայց կարևոր երկրների իրենց տեսանկյունից արդեն Ադրբեջանը դարձել է Ռուսաստանի համար տնտեսական պրոքսի այո նամանավանդ էներգետիկայի ոլորտում այդ առումով զարմանալի չի այսինքն բոլոր շատերի համար զարմանալի որ ոնց է Մեծ Բրիտանիան սանկցիաներ կիրառում Ադրբեջանի դեմ բայց եթե խորը հասկանանք որ Բրիտանիայի ամբողջ ռազմավարությունը Ռուսաստանի դեմ հիմնված է ոչ թե միայն զսպեն Ռուսաստանին այլ իսկապես փորձեն վնասել Ռուսաստանի շահերը տարբեր տարածաշրջաններում, իրենք նայում են հարավային Կովկասը եւ ասում են վերջի 20 տարին Ադրբեջանը իր ներկայացրել որպեսի նույտրալ չեզոք դերակատար, բայց տեսնում ենք ոչ համեմատած Վրաստանին, Հայաստանին եւ այլն, ամենակարևոր գործընկերը Ռուսաստանի դարձել է Ադրբեջանը։ Այդ տեսանկյունից Լոնդոնը ստիպված պետք է քայլեր դիմել, որտեղ դա զուտ հակասում է իրեն շահերին, նամանավանդ այն լայն ռազմավարություններին ունեն Ռուսաստանի դեմ։ Սա այս սանկցիաները կարող ենք հասկանալ այդ տեսանկյունից, որովհետեւ իրենք կարող ենք ասենք Լոնդոնը ֆանատիկորեն հակառուսական, այո, գաղափարախոսություն ունի իր ներքին իրենց արտաքին քաղաքականության մեջ եւ յուրաքանչյուր երկիր, որ իրենք տեսնում են, աջակցում է Ռուսաստանին, բնականաբար ժամանակի հարց է, որ փորձելու են այդ երկրներին մի ձևի պատժել։ Պատահական չի երկար ժամանակ Բրիտանիան, ոնց որ դուք նշեցիք, մտերիմ էր Ադրբեջանի հետ, որտեղ իրենց տեսանկյունից Հայաստանը ռուսական գաղութ է եւ բնականաբար իրենք պետք է պայքարեն մեր դեմ։ Բայց ներկայիս տեսնում են, որ Հայաստանն է ներկայիս կառուցողային դերակատարը եւ Ադրբեջանն է Ռուսաստանի պրոքսին տնտեսական ոլորտում։ Դրա համար տեսանք ինչ որ տեսանք։ Բայց ինչ որ վերաբերում է Հայաստանին, այո, եւ մեր ներքին կարողությունները, որ պայքարենք այս հիբրիդային պատերազմի դեմ, նայեք, Ադրբեջանը որպեսի Ռուսաստանի պրոքսի Հայաստանի դեմ դրա դեմ պայքարելը մեր համար համեմատական մասշտաբով ավելի հեշտ է, որովհետև մենք կարող ենք օգտագործենք փափուկ զսպողության կարողություններ, դիվանագիտական ճնշում եւ զարգացնելով մեր ռազմական կարողությունները, Եվրոպական միության առաքելության դիտորդների ներկայությունը եւ այլն, այսինքն մենք վերջի 2 տարում շերտեր ենք, զսպողության շերտեր ենք կառուցել, որ դա թույլ չի տալի Ադրբեջանը անի նա ինչ որ ուզում է անի։ Եթե նա չի կարողանում անի նա ինչ որ ուզում է անի, որպեսի պրոքսի իր կարողությունները բնականաբար սահմանափակվում են։
Դրա համար, երբ որ մենք նայում ենք այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին հիբրիդային տեսանկյունից, Ադրբեջանը որպեսի պրոքսի չի սպառնում այդ նույն վտանգը, որը լոկալ պրոքսիներն են, այն վտանգը, որ մենք նախատեսնենք Ռուսաստանի լոկալ պրոքսիներից։ Եվ այդ առումով մենք հասկանում ենք, որ ոչ թե միայն անդիմությունն է, ոչ թե Քոչարյանի դաշինքը, Սերժ Սարգսյանի կուսակցությունը կամ այլ թաքնված ռուսամետ կառույցները քաղաքական դաշտում, որ փորձելու են ռուսական աջակցությունով եւ ֆինանսական օգնությունով փորձեն վնասեն եւ խոչընդոտեն մեր ժողովրդավարական գործընթացը։ Միայն դա չէ։ Մենք պետք է հասկանանք, որ եւ ահագին մենք փաստեր ունենք, երբ որ նայում ենք Մոլդովայի օրինակը եւ Ռուսաստանը ինչ արեց Մոլդովայում։ Մենք 3 բան հասկացանք։ Առաջինը իրենք սկսեցին լոկալ ընտրություններից 23 թվին Մոլդովայում, ոնց որ մենք տեսանք Գյումրի ընտրություններում Հայաստանում։ Եվ տեսանք, որ իրանք ահագին գումար հատկացրեցին, ռեսուրս հատկացրեցին, որ ռուսամետ անդիմությունը հասնի իր նպատակին։ Մոլդովայում այդ չհասան այն նպատակին, որ նախատեսել էին, Հայաստանում հասան, բայց կարող ենք ասենք Հայաստանը ինչ ուրիշ ձև ստացվեց։ Բայց փաստն է, որ իրենք մի տարի առաջ արդեն իրենց աշխատանքը սկսեցին։ Նույնը Մոլդովայում եղավ, նույնը Հայաստանում եղավ, տեսանք։ Նույն ժամանակ, երբ որ նայում ենք այն թիմը, որ Ռուսաստանը, Կրեմլինը կազմեց, որ կազմակերպի իրենց տեսանկյունից հարավային Օսեթիայի ընտրությունները, Աբխազիայի ընտրությունները, Լուհանսկի, Դոնեցկի ընտրությունները եւ Մոլդովայի ընտրությունները, այդ նույն թիմը իրանք ներկայիս հանձնակատել են, որ զբաղվեն Հայաստանով։ Այո, Սերգեյ Կիրիենկոյի դերը այստեղ շատ կարևոր է լինելու եւ պատահական չի, որ Պուտինը իրեն հանձնարարել է, որ զբաղվի մեր 26-ի ընտրություններով եւ իր թիմը, եթե յուրաքանչյուրը հասկանում է ինչ կարողությունն են եւ ոնց են իրենք մշակում իրենց լայն ռազմավարությունը, հասկանալի է, որ Հայաստանը ոչ թե 21 թվի կամ 20 կամ այս տարվա Գյումրի ընտրությունների այդ մակարդակի հարձակումների բերվելու ոչ, սարսափելի լայնածավալ հիբրիդային հարձակումների լինելու մեր վրա։ Այդ առումով տեսնում ենք, որ Մոլդովայի օրինակը իսկապես մեզ կարելի է ցույց տա, որ կարողանանք դասեր քաղենք այդ օրինակից։ Նայեք, առաջինը ոնց որ նշեցի, իրենք օգտագործել են իրենց local proxy-ները, այո, բայց իրենց Ռուսաստանը կարողանում է թաքնված պրոքսիներ ներգրավի ընտրական դաշտին ընտրությունից 2-3-4 ամիս առաջ, որը եթե այսինքն յուրաքանչյուր կառավարություն կամ հասարակություն կամ ժողովրդավարական դիպություն նախատեսել պետք է իրենք պայքարեին X ֆակցիաների դեմ, այս նոր ֆակցիաները, պրոքսիները, որ այդ պահին հայտնվելու են, ամբողջովին վնասում են այն դիմականության ռազմավարությունը։ Դա համար պետք է մենք նախատեսենք այդ սուրպրիզի ռազմավարությունը, որ Ռուսաստանը օգտագործելի է։ Երկրորդը ֆինանսական առումով։ Նայեք, մենք տեսանք, որ Մոլդովայի ընտրություններին Ռուսաստանը մոտավորապես 150 միլիոն եվրո հատկացրեց, 50 միլիոն մոտավորապես լոկալ ընտրություններին, 100 միլիոն նախագահական ընտրություններին։ Եվ ռեֆերենդումներ։ Հայաստանին ես վստահ եմ, իրանք պատրաստ են ավելի շատ գումար հատկացնեն, որտեղ իրանց համար Հայաստանը ավելի կարևոր է, քան Մոլդովան։ Այո, Մոլդովան շատ կարևոր է, բայց Հայաստանը իրենց համար ամենակարևորն է, երբ որ դրանից նայում ես իրենց պատմական եւ վերջին 30 տարվա, իրենց լայն ռազմավարությունը եւ իրենց անվտանգ ճարտարապետությունը համարավանդ իրենց հարավային գոտիի հետ կապված։ Այդ առումով եւ ինչին են գալի Հայաստանի ինստիտուցիաները եւ որ մեր տնտեսական հարաբերությունը Ռուսաստանի հետ լայնածավալ է, շատ դժվար է լինելու մեր կառավարությունը, մեր ոստիկանությունը, մեր անվտանգության կառույցները, ինստիտուցիաները պայքարեն դրա դեմ։ Այսինքն Ռուսաստանը շատ հեշտ ձևի մեծ գումարներ է մտցնելու Հայաստանի ընտրական դաշտում։ Եվ երբ որ սա տեսնում եք իրականացվում է զարգացած երկրներում, իրենց զարգացած ինստիտուցիաներով, բնականաբար մենք պետք է նախատեսենք, որ ահագին մեծ գումարներ է Ռուսաստանը բերելու Հայաստան եւ օգտագործելու այդ նպատակին։ Երրորդը, նայեք, Հայաստանի անվտանգության ոլորտում, եթե անցյալում մենք մտահոգություն ունենք, որ Ռուսաստանը ունի ազդեցության լծակներ, դա կարող ենք ասենք, որ նվազել է։
արտաքին հետախուզական ծառայությունում բացառվում է ռուսական ներկայությունը։ Արտաքին գործերի նախարարությունում բացառվում է։ Ոստիկանությանը կարող ենք ասենք, որ բացառվում է, այո, այդ կառույցում։ ԱԱԾ-ն, այո, ահագին բարի փոխումների տեղ ունենք եւ չենք հասել, որտեղ որ մենք ուզում ենք հասնենք, բայց այսօրվա ԱԱԾ-ն 2 տարվա կամ 4 տարվա առաջվա ԱԱԾ-ն չի, ահագին փոփոխություն է եղել։ Եվ երբ որ նայում ենք մեր բանակը, երբ որ նայում ենք պաշտպանության նախարարությունն, իսկապես այնտեղ էլ ահագին բարի փոխումներ եղել։ Այսինքն, եթե Ռուսաստանը կոպիտ օրինակով 21 թվին ինստիտուցիաների տեսանկյունից նա կարողանալու էր 35-ից 40% ազդեցություն ունենալ, այո, ներկայիս կարող ենք ասենք նվազել է 15-ից 20%-ի։ Այսինքն 15-ից 20% այդ ազդեցության կարողությունով իրենք չեն կարողանալու ամբողջ կայունությունը եւ ժողովրդավարական համակարգը խոչընդոտեն կամ ցնցեն։ Ինչ են անելու, իրենք օգտագործելու են տարբեր մեխանիզմ։ Եվ սա է ամենակարևորը։ Իրենք ունեն թաքնված, այո, կառույցներ կամ ֆակցիաներ մեր տնտեսական ոլորտում։ Բոլորի համար ակնհայտ է, որ ունեն ահագին տարբեր, բիզնեսմեններ եւ այլն ընկերություններ, որ չեն մտնում քաղաքական դաշտ, բայց բոլորի համար ակնհայտ է, որ իրենք որ ժամանակին, այո, կուտակեցին իրենց կապիտալը, իրենց տնտեսական կարողությունը եւ իրենք նախընտրում են որ երկիրի հետ այդ հարաբերությունները վերականգնացնեն։ Նույն ժամանակ բոլոր օլիգարխային խավը Հայաստանում ուր փախավ։ Ռուսաստան։ Բնականաբար։ Եվ նույն բանը մենք տեսանք Մոլդովայում։ Այն օլիգարխները, որ օլիգարխ էին դարձել, երբ որ Մոլդովան Ռուսաստանի ազդեցության գոտի տակ էր, նույն խնդիր ունենք Հայաստանում։ Բոլոր օլիգարխները, որ մենք ունեցել ենք, իրենք դարձել են ինչ որ դարձել են Ռուսաստանի ազդեցության գոտի ժամանակ։ Եվ այդ անձերը, ովքեր որ ներկայիս գտնվում են Ռուսաստանում, իրենք բնականաբար հատկացնելու են բոլոր այն ռեսուրսները, որ ունեն, որ պաշտոնական եւ ոչ պաշտոնական, եւ այն ցանցերը են կապեր ունեն, որ Հայաստանի տնտեսական ոլորտում, որ ազդեցություն ունենան եւ ապակառուցողային քայլերի դիմեն։ Այդ տեսանկյունից, երբ որ նայում ենք օրինակ Հայաստանի հանքերը, այո, կամ նայում ենք տարբեր բիզնեսային կամ տնտեսական ոլորտները, Ռուսաստան կամ այն բիզնեսային կառույցներ ուժերը, որ կապիր ունեն Ռուսաստանին կամ հավատարիմ են Ռուսաստանին, բայց դա թաքնված է եւ այլն, իրենք ակտիվանալու են 26 թվին։ Նույն ձևի ոնց որ իրենք ակտիվացան Մոլդովայում 24 թվի ընտրություններին։ Ինչին ենք գալի, երբ որ տեսնում ենք այդ պրոքսիների կարողությունը, երբ որ տեսնում ենք ֆինանսական կարողությունը եւ տեսնում ենք այն թաքնված ցանցերը, որ իրենք ունեն տնտեսական ոլորտում, այս 3 կառույցներ իրենք ակտիվացնելու են 26 թվականի ընտրություններում։ Ինչքան Հայաստանը պատրաստ է լինելու պայքարի այդ ռազմավարության դեմ, մենք կհասկանանք, երբ որ ընտրությունների ժամանակը գա։ Բայց կարևորը որ օրինակ ունենք, մենք հասկանում ենք իրենց ռազմավարությունը որն է, մենք գիտենք այն անձերը, որ կազմակերպել էին, այո, եւ մշակել են այդ ռազմավարությունը, իրենք նույնը անում են մեր դեմ, բայց մի շատ կարևոր տարբերություն կա։ Եթե իրենք ունեին այն ճնշման ազդեցության լծակները Մոլդովայի ինստիտուցիաների մեջ, Հայաստանում իրենք չունեն դա նույն մակարդակի։ Եվ հույսով ենք դա թույլ է տալու, որ մեր ինստիտուցիաները եւ ուժային կառույցները եւ ոստիկանությունը դիմադրեն դրա դեմ։ Պարոն Կոպալյան, այնուամենայնիվ ռուսական ներկայության մասշտաբները Հայաստանում շարունակում են մնալ աննորմալ չափերի եւ զուգահեռաբար արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման գործընթացին նաև ինչ որ տես փոքր քայլերով, բայց այնուամենայնիվ տեսանելի, թեկուզ եւ ոչ բավարար, բայց տեղի ունենում ռուսական ներկայության ինչ որ կրճատում Հայաստանում, սա իհարկե նաև պայմանավորված է Ռուսաստանի այն ռազմաքաղաքական ֆիասկոյով, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում, որտեղ միլիոնի է հասնելու շուտով կամբողջանա այդ միլիոն կորուստը պատերազմում, Ռուսաստանի բարոյաքաղաքական ֆիասկոյի բերումով, այդ ամենը իհարկե կարողություններ է թույլատրում եւ ինչ եք կարծում մենք
դա որքան արդյունավետությամբ ենք օգտագործում այս հնարավորությունների պատուհանը ձեռնազատվելու այդ կապանքներից եւ մյուս կողմից էլ մեր կարողությունները մեծացնելու արևմուտքի հետ մեր հարաբերությունները սերտացնելու ձեր գնահատականը ասեմ այդ կախվածությունը այդ անառողջ կախվածությունը որ մենք ունենք անվտանգության ոլորտում դա ամբողջովին մենք անջատվել ենք այո տեսնում ենք որ Ռուսաստանը այլևս դեր չի տանում Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ մենք իրենցից որ այլևս զենք չեն գնում իրենք դեր չեն տանում մեր վերապատրաստման բարի փոխումների եւ այլն այդ գործընթացները որ ունենք այդ առումով անջատվել ենք բայց մյուս ոլորտները այն իրավիճակով Ռուսաստանը իրենց ներկայիս գտնում է այո մենք ներկայիս այդ շանս ունենք որ իրենցից ավելի կրճատենք մեր կախվածությունը եւ փոխկապակցությունը բայց դա միայն կապնված չէ եւ հիմնված չէ Ռուսաստանի իրավիճակի վրա օրինակ նայենք մեր էներգետիկայի կախվածությունը Ռուսաստանի վրա այո կարևոր չի այնտեղ կաոսա թե կաոս չի օրվա վերջ մեզի պետքա չէ նավթա պետք եւ այլն պետք գազա պետք դա գալի է Գազպրոմից եւ այլ ընտրանք մենք չունենք մինչեւ մենք ձեռք բերենք էներգետիկայի ինքնուրույնություն այո երբ որ մենք անկախ դառնանք եւ կախվածություն չունենանք այդ զուտ այդ ոլորտի հետ կապված այդ ժամանակ մենք կարողանանք առողջ ձևի անջատենք բայց մինչեւ մենք ձեռք չբերենք այդ կարողությունները կարեւոր չէ որ իրավիճակը Ռուսաստանը ինչ է մենք նորից կախված ենք մնում Նույնը տնտեսության, այո, Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ շուկան է։ Մինչև Հայաստանը չմտնի տարբեր շուկաներ, չընտրգրվի, օրինակ եվրոպական եւ արևմտյան շուկայում կամ ազիական եւ այլն, կարևոր չի որ Ռուսաստանի ներքին իրավիճակը ֆիասկո է թե ֆիասկո չէ։ Մենք ստիպված պետքա շարունակենք մեր առևտուրը իրենց հետ, որովհետեւ մեր շահերը դա է բխում։ Ինչն է գալի անվտանգությունը բացառում ենք, այսինքն ոնց որ նշեցինք այս քննարկումից, էներգետիկայի եւ տնտեսական փոխկապակցությունը եւ կիսա կախվածությունը, որ մենք ունենք, այդ հարցը մենք չենք կարող լուծենք միայն Ռուսաստանի ներքին քաղաքական վիճակին ուշադրություն դարձնելով։ Այս պահին այդ ժամանակ բանը մենք ասում ենք լավ ոնց կարող ենք այդ հարցը լուծենք եւ ոնց որ դուք նշեցիք դա հիմնված է լինելու ոնց ենք մենք կարողանում մեր կարողությունները զարգացնել։ Այդ ժամանակ արևմուտքը շատ կարևոր է լինում։ Այո, նայեք, բաց գաղտնիք է, որ մենք երկար մոտավորապես 1 տարի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների մեջ ենք, որ միջուկային էներգետիկայի հետ կապված Միացյալ Նահանգները աջակցի կամ այդ փոքր ռեակտորները կառուցի Հայաստանում։ Մոտավորապես 2.5 շաբաթ առաջ տեսանք, որ Westinghouse ընկերությունը այցելեց Հայաստան եւ իրենք զուտ զբաղվում միայն այդ ոլորտով, իրենք միջուկային էներգետիկայի ոլորտում են զբաղվում։ Եթե Հայաստանը, այո, հասնի կարողանա դա իրականացնի եւ մենք ունենանք 2, այո, ատոմակայան, որը Միացյալ Նահանգներն է կառուցում ամենավերջին ժամանակակից մեթոդներով եւ տեխնոլոգիայով Հայաստանը լուծում է իր էներգետիկայի խնդիրը եւ այլևս դա ոչ թե Ռուսաստանից անջատվում է, բայց ամբողջովին ապահովում է իր պահանջները։ Կտրվեցինք։ Կարևոր չէ որ Ռուսաստանի ներքին իրավիճակը ինչ է, այո։ Նույնը տնտեսականը։ Բնականաբար տնտեսականը ավելի բարդ է, որտեվ կհակասի մեր շահին, եթե մենք ամբողջովին մենք մեզ զրկենք Ռուսաստանի շուկայից օգտվելու։ Ինչու՞։ Դա ճիշտ չի լինելու, բայց հարաբերությունն էս պետքա լինի, որ Ռուսաստանը ավելի կախվածություն ունենա այն ապրանքները, այն բաները, որ Հայաստանը ունի եւ իրենք պահանջ ունենան։ Բայց նույն ժամանակ մենք այո, պետք է մենք զարգացնենք մեր արդյունաբերության որակը, գյուղատնտեսության որակը եւ այլն ստանդարտների, որ կարողանանք մտնել միջազգային շուկա։ Դա նորից հիմնված է կարողություններ զարգացնելու վրա։ Ոնց որ էներգետիկայի կարողությունը զարգացնելը եւ անկախությունը ապահովելը հիմնված է լինելու ոնց ենք համագործակցություն Միացյալ Նահանգների հետ, նույնը ոնց ենք մենք լուծելու մեր խնդիրները եւ համագործակցելու մեր եվրոպական գործընկերների հետ կամ տարբեր երկրների արևմուտքում այդ առումով իսկապես արևմուտքը շատ կարեւոր դեր է տանելու որ Հայաստան թույլ տա Հայաստանը այլ ընտրանքներ ունենա տնտեսական ոլորտում եւ էներգետիկայի ոլորտում մենք կարողանանք անջատվենք եւ դուրս գանք այդ կախվածության համակարգից եւ նայեք
Իսկապես Հայաստանի ներուժը պոտենցիալը շատ բարձր է երկու ոլորտում։ Բայց եթե մենք չենք կարող անջատվենք եւ դուրս գանք այդ կախվածության համակարգից, մենք ասում ենք իներցիայով շարունակվում է գործընթացը եւ մեր մինիմալ տնտեսական եւ էներգետիկայի պահանջները ներկայիս ապահովում են, չպետք է ցնցենք այդ համակարգը, բայց երբ որ գիտակցեցինք 30 տարի հետո, որ կախվածության համակարգի մեջ գտնվելով, այդ արհեստական ստատուս քոն ընդունելով դու ավելի հետ ես ընկնում եւ չես կարող զարգանալ։ Այո, արդեն ակնհայտ է, որ զարգացումը պահանջում է դիվերսիֆիկացիա։ Դա կլինի էներգետիկայի ոլորտում, կլինի տնտեսական ոլորտում եւ հետ կամ անվտանգության ոլորտում դա մեր համար առաջին օրինակն էր, որ երբ որ մեր անվտանգության ռազմավարությունը, այո, փոխեցինք, հելանք, մենք ասենք ելք արեցինք այդ կախվածության համակարգից եւ գնացինք դիվերսիֆիկացիայի ռազմավարության, արդեն ակնհայտ է արդյունքը։ Եթե նույնը հատկացնենք էներգետիկային եւ տնտեսությանը, մեր համար այդ ժամանակ կարևոր չի լինելու։ Նկատի ունեմ այս ոլորտներում, որ Ռուսաստանը ֆիասկոյի մեջ է, կաոսի մեջ է եւ այլն։ Թող իրենք զբաղվեն իրենց հարցերով։ Այո, բայց մենք պետք է լուծենք մեր հարցերը։ Դե ինչ, պարոն Կոպալյան, շատ շնորհակալ եմ ձեր այս չափազանց կարևոր եւ հանգամանալից դիտարկումները, եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցեցինք մեր գործընկերոջ պրոֆեսոր Ներսես Կոպալյանի հետ, Միացյալ Նահանգների Նևադայի նահանգի համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս։ Լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի հիբրիդային պատերազմին դիմագրավելու կարողությունների մեծացման եւ առաջիկա անելիքների հետ։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։